Պարոն Նիգիթյան, Նիկոլ Փաշինյանը ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ սկսել է սպառնել հասարակությանը նոր պատերազմով։ Շատ փորձագետներ սա համեմատում են շանտաժի հետ, որովհետև Փաշինյանը ասում է, եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չեղավ, ապա ամենաուշը սեպտեմբերին տեղի կունենա պատերազմ։ Ըստ ձեզ, ինչու է Փաշինյանը սպառնում հասարակությանը նոր պատերազմով։ Սա առաջի անգամ չի 2021 թվականին նույն բանն էր ասում Փաշինյանը, որ եթե ինքն է հաղթում լինելու է խաղաղություն, եթե ընդդիմությունն է հաղթում լինելու է պատերազմ։ Ինչ եղավ այն ժամանակ, եղան մի քանի պատերազմներ, որի ընթացքում Հայաստանը կորցրեց տարածքներ եւ բազմաթիվ զոհեր ունեցավ 21 թվականին, 22 թվականին եւ 23 թվականին պատերազմ եւ հայաթափվեց Արցախը։ Այդ այն ժամանակ հիմա նորից է ինքը նույն թեզը արտասանում, ասում է, որ եթե ԿՊ-ն չհաղթի, չստանա սահմանադրական մեծամասնություն, ապա կլինի պատերազմ։ Ինչ է սա նշանակում։ Նախ պետք է հասկանանք, որ այդ բանաձևը ինքը կեղծիք է։ Մենք արդեն տեսել ենք, որ ինքը նույն բանը ասել է եւ բերել է բազմաթիվ պատերազմների։ Սա մեկ։ Երկրորդը ինքը փաստացի հաստատում է, որ ինքը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հաստատված քաղաքական ուժ է, որը պետք է Հայաստանում իշխի, որովհետև եթե ինքը չի, Թուրքիան եւ Ադրբեջանը սկսում են պատերազմ։ Հիմա գնում ենք առաջ։ Ինչն է Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակը, ինչու են իրենք մենակ Փաշինյանին հաստատել կամ հանդուրժում եւ հակառակ դեպքում սկսելու են պատերազմ, որովհետև ինչն է Ադրբեջանի նպատակը։ Նպատակը շատ պարզ է, ստեղծել Հայաստանի տեղը, այսպես կոչված արևմտյան Ադրբեջան, եւ քանի որ Փաշինյանը եւ իր քաղաքականությունը սպասարկում է այդ օրակարգը, այսինքն զիջում են բոլոր հայկական ազգային հարցերում, եւ դա փաստացի նաեւ պատմական, այսինքն եւ դա փաստացի օգնում է Ադրբեջանին ստեղծել այդ արևմտյան Ադրբեջանը։ Մի կողմից, մյուս կողմից պետք է հասկանանք, որ Ադրբեջանը ստանալով ինչ-որ բան գալիս է ինչ-որ մի կետի, որտեղ նաև Փաշինյանը կասի, լավ, այս մեկը արդեն չեմ կարա, կոպիտ ասած չեմ կարա Երևանը ձեզ տամ, հա, օրինակ։ Որտեղ մեկը լինելու է պատերազմ, այսինքն ստեղ պետք է հասկանալ, որ այդ զիջողական հանձնողական մտածելակերպը եւ քաղաքականությունը, որը Փաշինյանն է իրականացնում եւ փաստացի խոստանում է իրականացնել, հենց հիմա որ ասում է ինքը կհաղթի եւ չի լինի պատերազմ, դա է դա նշանակում, որ շարունակելու է հանձնել։ Բայց այդ հանձնելը բերում է նրան, որ Հայաստանը վերանում է եւ միևնույնն է բերում է հաջորդ պատերազմ։ Պարոն Նիգիթյան, տեսեք, իսկ ընդհանրապես տեսանելի դաշտում արդյոք նման բան կա, այսինքն պատերազմի ձգտել կա ընդդիմության առաջնորդների շրջանում, որովհետև տեսնում ենք, որ ընդդիմության առաջնորդները խոսում են խաղաղության մասին, բայց այդ խաղաղության մեջ չի տեղավորվում օրինակ Ադրբեջանի սուվերեն տարածքի նկատմամբ ինչ-որ նկրտումներ, այսինքն Փաշինյանը ասում է, եթե ընդդիմությունը առաջատար լինի հաղթի ընտրություններում, պատերազմ է լինելու, բայց արդյոք կան այդպիսի հողեր, պարարտ հող կա, եթե օրինակ ընդդիմության առաջնորդների հայտարարություններն ենք նայում։ Իհարկե ոչ, ընդհանրապես պետք է ասենք, որ հայկական կողմը երբեք պատերազմ չի սկսել բոլոր իշխանությունների օրոք։ Այսինքն հայկական կողմը ինչ որ մի ժամանակ կարող ենք ասել, որ Փաշինյանը հրահրել է պատերազմ, բայց չի սկսել, հա։ Բայց բոլոր նախագահների օրոք Հայաստանը միշտ ձգտել է խաղաղությանը, միշտ եթե պատերազմի մասնակից է եղել, պաշտպանվել է, ոչ թե սկսել է պատերազմ եւ նաեւ Արցախի բանակի անունը, եթե հիշենք, Արցախի պաշտպանության բանակ էր, միջև այդ ինքնապաշտպանության ուժեր էին եւ այլն։ Հիմա բնականաբար ոչ մեկ ընդդիմությունից չի ուզում հաղթի եւ սկսի պատերազմ։ Դա հասկանալի է, բարձ ընդհանրապես Փաշինյանի տրամաբանությունը, որ ինքը ասում է օլիգարխները եթե հաղթեն, իրենց քաղաքականությունը կբերի պատերազմ, ինքը երևի թեորիան լավ չգիտի, բայց օլիգարխները չեն ուզում սկսեն պատերազմ։ Միակ խավը օլիգարխների, որը կարող է ուզենա սկսել պատերազմ, մենք այդ խավը ուղղակի չունենք, դա ռազմարտությունաբերական ոլորտի օլիգարխներն են, օրինակ ԱՄՆ-ն կամ Իսրայելը ունեն այդպիսի խավ, Հայաստանը չունի։ Մնացած բոլոր օլիգարխները միշտ ուզում են, որ լինի խաղաղություն, որ այս բիզնեսը ծաղկի։ Սա շատ բարձ բանաձև է։
Բայց Հայաստանի ընդդիմության առաջնորդները բնականաբար ոչ մեկ չի ուզում պատերազմ։ Միակ կողմը, որը ուզում է պատերազմ, դա Ադրբեջանն է։ Եվ այստեղ պետք է հասկանանք, որ Ադրբեջանի համար պատերազմը ինքնանպատակ չի։ Ադրբեջանի համար եւ Թուրքիայի համար ինքնանպատակը Հայաստանը ոչնչացնելն է։ Հիմա պատերազմը, ինչպես գիտենք, դասական քաղաքական թեորիայից, դա քաղաքականության շարունակությունն է բռնի մեթոդներով։ Այսինքն Ադրբեջանի նպատակը, Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանը վերացնելն է։ Պատերազմը դրա միջոցներից մեկն է։ Հիմա Փաշինյանը փաստացի ասում, որ ինքը ամեն ինչ կհանձնի առանց պատերազմի։ Դրա համար պատերազմ չի լինելու։ Միանակ դա են ասում։ 2026 թվականի սկզբին, պարոն Իգիթյան, հրապարակվեց արտաքին հետախուզության ծառայության զեկույցը, ըստ որի ասվում էր, որ 2026 թվականին Հայաստան-Ադրբեջան էսկալացիան հավասար է 0-ի կամ նման էսկալացիաներ չեն լինի։ Միևնույն ժամանակ տեսնում ենք, որ հիմա դե բոլորս էլ հասկանում ենք, թե ինչու է այդ մեխանիզմը առաջ գալիս, խոսվում է պատերազմի մասին։ Ըստ ձեզ, այս զեկույցը հիմնականում գրվում է Փաշինյանի պահանջով, այսինքն երբ որ Փաշինյանի իշխանության է, զեկույցը ասում է պատերազմ չի լինի, բայց երբ որ արդեն որոշակի առումով վախեր կան իշխանությունը հետագայում ունենալու, արդեն խոսվում է պատերազմի մասին։ Շատ լավ հարց է եւ զեկույցը, նայեք, այդ ծառայության զեկույցը ինքը մի կողմից ասում է, որ հենց 26-ին իրենք պատերազմ չեն սպասում, դե բնականաբար, եթե իրենց հարցնեք, կասեն, դե եթե շարունակվում է քաղաքական գիծը Հայաստանի, բայց դե իրենք 26-ին պատերազմ չեն սպասում, բայց իրենք ասում են, որ Ադրբեջանի կողմից ստեղծված այդ քաղաքական գիծը, որ Հայաստանը դա արևմտյան Ադրբեջանը, դա լուրջ վտանգ է ներկայացնում։ Եվ այստեղ մենք պետք է եւս մեկ անգամ հասկանանք, որ Հայաստանի իշխանությունը չի բերելու պատերազմը բերում է Ադրբեջանը, նաև Փաշինյանի կողմից ստեղծված այդ կառույցը իր զեկույցում, որը իհարկե քաղաքական զեկույց է, ոչ թե մասնագիտական, բայց դե նաև այնտեղ է դա գրած, նաև այնտեղ ֆիքսված է, որ Ադրբեջանի այս քաղաքականությունը, այս նարատիվը ինքը վտանգ է ներկայացնում, լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։ Շատ լավ։ Այսքանն էր, պարոն Իգիթյան, շնորհակալ եմ շատ, որ ժամանակ տրամադրեցիք եւ խոսեցիք մեզ հետ։ Եղավ։ Շատ լավ, տեսություն, լավ եղեք։